Ինչ թանկացումներ եք նկատել վերջին շրջանում։ Ոյ Ազիզ ջան, ամեն ինչը թանկացրել են, թոշակառու միայնակ, չեմ կարողանում ապրել, ամեն ամսվա 20-ից հետո ես պարտք եմ վերցնում, որ կարողանամ յոլա գնամ, հիմա էլ գնում եմ, որ լուծումների համար փող վերցնեմ։ Թանկացումները սովորական երևույթ է մեր երկրում, այնպես որ զարմանալու բան չկա, եթե չեն էլ թանկացեք, թանկանան անպայման։ Ինչն է հիշում, որ սա էլ թանկա, էլի տակից ամեն ինչն է թանկացրել, ինչու՞ չէ թանկացել։ Երբ որ 100 գրամանոց հացը ծախում են 130 դրամ, դրամ էլ ինչ կարանք խոսանք, էլ ինչ կարանք ասենք։ Սմետանը, մածունը, ինչը, մտեք սուպերմարկետները, տեսեք ինչն է հիշում։ Հասարակ են վերմիշելը իրանց հոր գներն են դրևել են։ Երեք գնացել այդ խվածք գնելու, նույն թխվածքը, որ անցյալ տարի արժեր 4000 դրամ, ոչինչ չէր փոխվել, ոչ արտաքին տեսքը, 8000 դրամ, այսինքն 100%-ով թանկացում ինձ համար բավականին զարմանալի էր, ստիպված հրաժարվեցի, այսինքն զրկում եմ ինձ որոշ բաներից, ընդհանրապես տնտեսումներ եմ անում, այսինքն այն ծախսերը, որ ես կարող էի անցյալ տարի ինձ թույլ տալ, այս տարի ես ուղղակի որոշել եմ բավականին բյուջեն կրճատել։ Մոտավորապես 10-15 յուրաքանչյուրի եւ հացին եւ ընդհանուր ասենք պարենային ապրանքներին եւ ասենք կոմունալ ծախսերին բոլոր թանկացումը կա։ Դուք ինչպես եք հաղթահարում այդ թանկացումները։ 200 դրամից սկսած, 50 դրամից սկսած է բարձան մահագիները, նայած կոշկեղեններ, շորեղեններ։ Ծախսերը կրճատում ենք, ուզած չուզած։ Ամեն ոլորտում էլ թանկա, եւ հագուստի, եւ սնունդի։ Ինչքանով է թանկացել։ Եթե համեմատեք։ Մենակ բանջարեղենը, եթե հաշվի առնենք բանջարեղենը, միրգը, ոչինչ, անցած տարվա համեմատ ոչինչ, բայց ինձ ընդհանուր թանկացումները շատ են։ Վերջին մի ամսում երևի եգիպտացորը, գրեչկան։ Դա արվում է դանդաղ, աննկատ ձևով, բայց դա իրոք հարվածում է հատկապես միջին սոցիալական խմբերին եւ խեղճ ապրողների գրպանին գնալով վիճակը ծանրանում է։ Դուք չեք նկատել։ Դուք էլ բոլորն են նկատվել։ Բոլոր ապրանքներն են թանկացել։ Եվ ինչքանով։ Դες կարող եմ ասել, որ բոլոր ապրանքները թանկացել են, նամարս վերջի մի քանի ամսվա մեջ։ Ինչքան է տարբերությունը կազմում։ Տարբերությունը չգիտեմ ինչքան է կազմում, բայց դա արդեն եթե հաշվի առնենք, որ ռոճիկի ինչ-որ կամ թոշակը բարձրանում է, ասենք 10%, ապրանքը ցանկանում է 40%-ա։ Դա արդեն մնացած թվաբանությունը դուք արեք։ Իսկ դուք ինչ եք անում այդ թանկացումների։ Մի աչք հետ ենք տանում գոտին։ Ամեն ինչ թանկ է, ոչ մի բան էլ էժան չկա։ Այդքան ասում են միրգը էժանացել է այսքան տոկոս, բայց լրիվ էլ նույնն է համարյա կարամ տենց ասեմ։ Էլեկտրահոսանքն էլ որ թանկացել է, ընդհանրապես, չգիտեմ, ժողովրդի վիճակը ոնց պետք է լինի այս ձմեռվա ընթացքում։ Լույսն է որ թանկացա ոնց ենք ապրելու։ Ես թոշակառու եմ, իմ հաշմանդամ եմ, ես ոնց եմ ապրելու 26000-ով։ Խնայողություն։ Այլ կերպ չի կարելի ասել։ Կարող եմ ասել, մի քանի տեր առաջ 5000 է, 5000, հիմա 5000 դարձել է 1000 դրամ, այդ արժողությունն է։ Իսկ այս պայմաններում երբ աշխատավարձը մնում է նույնը, բայց անընդհատ թանկացումներ լինում, դուք ինչ եք անում։ Փորձում եմ մեկ այլ աշխատանք գտնել, որ ավելի բարձր լինի, բայց բարձր չկա։ Միշտ 70000-ն է, 90 ամենաշատը, իսկ 70000-ը դարձել է մի քանի տարի առաջվա 40000-ը։ Էլի առաջ չես գնում 10 օրից ավել չես կարողանում ապրել։ Հետո մենք հրաշք ենք գործում հայերով։